իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոց սրահ։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Կիրակնորյա լրատվական վերլուծականն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօր մենք կամփոփենք շաբաթվա իրադարձությունները, շաբաթվա ընթացքում ձևավորված միտումները կփորձենք հասկանալ եւ կփորձենք հասկանալ, թե առաջիկայում մենք ինչ ազդեցությունների հետ ենք գործ ունենալու, ազդեցություններ, որոնք դեր ունեն կամ կարող են դեր ունենալ մեր անվտանգության միջավայրի ձևափոխման հետ կամ ազդեն, այսպես ասենք, մեր անվտանգության վիճակի վրա։ Իսկ մենք ապրում ենք մի տուրբուլենտ միջազգային հարաբերությունների պայմաններում, դրանք անդրադառնում են մեր տարածաշրջանի վրա, իսկ տարածաշրջանում էլ բավականին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, կարևոր իրադարձություններ։ Դա էլ իր հերթին զուգահեռվում է այն գործընթացներով, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներսում։ Հայաստանի ներսում էլ իրադարձություններն իրենց հերթին զգալի չափով ազդված են Ռուսաստանի շահերով, որը պայմանավորված է Ռուսաստանի նեոկայսերապաշտական նկարտումներով, որոնք ըստ էության չեն փոփոխվել, այլ է հարցը, որ փոփոխվել են Ռուսաստանի կարողությունները։ Բացի դրանից էլ բազում իրադարձություններ են մինչ այս տեղի ունեցել եւ դրանք ստիպում են Ռուսաստանին փոխել ինչ-որ մարտավարություններ, որպեսզի կարողանան իրենց շահերը իրացնել մեր երկրում։ Բայց վերջնական նպատակներն ըստ էության չեն փոխվել։ Այո, փոխվում է գործիքակազմը։ Նաև մենք տեսնում ենք, որ փոխվել է ինտենսիվությունը այս ամենում։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Գայանե Աբրահամյանը, հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար, վերջին գումարման ազգային ժողովի պատգամավոր, բարև եք եկել տիկին Աբրահամյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք ունենք գանք այսպես ներսից, այսպես մասնավորից ընդհանուրին, այս ձևով գնանք։ Մենք ներսում ունենք ձևավորված մի իրավիճակ, որն ընդունենք ելակետ, ըստ էության դեռ մինչև հերթական ընտրություններ մեզ բաժանում է 14 ամիս, մոտավորապես, լավ մի չպակաս, բայց ըստ էության հիմա ինչ կատարվում է Հայաստանում, արդեն իր վրա այդ այսպես ասենք համատեքստը իր մեջ պարունակում է։ Այս կամ այն չափով, այս կամ այն ձևով։ Եվ մենք տեսնում ենք, որ Գյումրիում տեղի ունեցածը, այո, ոմանց ոգևորել է։ Նաև մեր դարավոր բարեկամին է ոգևորել։ Նրանք իրենց վերաբերմունքը ուղիղ տեքստով արտահայտեցին, թե պրոպագանդիստների միջոցով, թե իրենց հյուպատոսի ներկայությամբ, թե իրենց բազայի հրամկազմի ներկայությամբ, հա։ Հիմա այնտեղից մեզ ավետեցին, որ նաև կուրատոր է փոխվում, որը ժամանակին զբաղվել է այդ զավթած տարածքներով Ուկրաինայի արևելքում, հետո սկսեց զբաղվել Աբխազիայում այդ պրոցեսներով եւ
համարում են, որ նա այնտեղ հաջողեց, հիմա գործուղել են հայկական ուղղություն, որպեսզի հաջողություն գրանցի նաև այստեղ։ Դա մի պերսոնաժ է, որը հայտնի է Kinder Surprise անունով, ով Կրեմլի վարչակազմում զբաղվում էր հիմնականում ներքին քաղաքականությամբ եւ ահա իր այդ ներքին քաղաքականությամբ զբաղվելու այդ հիմքերը, հա, կամ բեքգրաունդը բնականաբար նա օգտագործելու է նաեւ այս ուղղության վրա հաջողելու համար։ Ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն, իրականում այո, Կիրիենկոյի կամ Kinder Surprise-ի, ինչպես մենք 90-ականներին գիտեինք իրեն որպես հիմնական այդպես դերակատար ձախողող ամբողջ տնտեսական դեֆոլտը եւ այլն, չնայած ակնհայտ էր, որ նրան ուղղակի դրեցին, որ հենց այդպես քավության նոխած որպես այդպեսին ուղղակի կրի դրա ազդեցությունը, բայց Կիրիենկոյին մենք ամեն դեպքում չպետք է թերագնահատենք, սա շատ կարևոր է, չնայած այստեղ մի քանի շերտ է առկա, որովհետև ըստ իս եթե իրենք չուզենային այս արտահոսքը լիներ, բնականաբար այս արտահոսքը վիեդոմստիոն չէր լինի, եւ պետք է նաեւ հասկանանք իսկ ինչու էր հարկավոր այս որոշակի ուղերձը նաեւ հասցնել մեզ, զգուշացում էր, այդպես սպառնալիք էր, թե այնուամենայնիվ այլ նպատակ ունի, սա դեռ պետք է հասկանանք, այսինքն այստեղ մի քանի շերտ է թաքնված, բայց այն, որ չպետք է թերագնահատենք, դա վստահաբար։ Եվ ինչու չպետք է թերագնահատենք, ասում եմ, որովհետև մենք իրեն ընկալում ենք որպես այդ հիմնական մեդիա մականունով տարբերակով, ինչպես 90-ականներին ենք հիշում իր Kinder Surprise լինելը եւ բավական թույլ որպես քաղաքական գործիչ, բայց դա դրանից հետո բավական լուրջ աճել է եւ հետաքրքիր նաեւ ուղղությունները նաեւ հանրային գիտակցության վրա ազդելու մեխանիզմներ է ուսումնասիրել եւ այլն եւ այդտեղ բավական պրոֆեսիոնալ է, այնպես որ բոլորովին չեմ բացառում, որ հիբրիդային հարձակումների բնույթը Հայաստանի դեմ առաջիկա ամիսներին եւ ընտրությունների նաեւ նախորդին, գուցե նաեւ ընթացքում լինելու է բավական մտահոգիչ եւ տարբեր գործիքակազմեր կիրառելով։ Ինչն է հիմնական մտահոգությունը, որ այստեղ պիտի ունենանք եւ պիտի շատ զգուշավոր լինենք, նախ մեկ շերտ առանձնացնենք այն, որ ինչպես դուք ասացիք, Կիրիենկոն հիմնականում զբաղված էր ներքին քաղաքականությամբ եւ հետո իրեն այդպես համարելով, որ ներքին քաղաքականության տեսանկյունից ռոպագանդան իրականացնելու եւ այդ ռազմավարական հաղորդակցման գործիքները, այսպես ասած փափուկ ուժի գործիքները, որը իրենց դեպքում թվում է փափուկ ուժն է, բայց իրականում ամբողջությամբ այդպես հակաժողովրդավարական ռոպագանդա է եւ գեբելսյան, այսպես ասած, ռոպագանդա է ու օգտագործելով կարողացել են իրենց հասարակության ներսում գոնե մոբիլիզացնել եւ այս պատերազմական իրականությունը իրենց օգտին աշխատեցնել, իրեն գործուղեցին արդեն Աբխազիա։ Երկու հետաքրքիր բան կա, եթե ուշադիր փորձենք վերլուծել Վիեդոմստի այդ հոդվածը, այնտեղ հետաքրքիր է նախ, որ իրենք ըստ էության հասկանում են, որ ներքաղաքական տիրույթում շատ մեծ հաջողություն ունենալ չեն կարող, այսինքն իշխանություն վերցնելու հույս գրեթե չունեն։ Երկրորդ կարևոր պահը այն էր ինձ համար գոնե բավական այսպես ասած նորությունն այն էր, որ ռուսական մեդիան ընդունում է, որ հարաբերությունները բավական վատացել են այն պատճառով, որ Ռուսաստանը երկու անգամ մերժել է օգնել Հայաստանին։ Սա լուրջ տարբերություն է եւ լուրջ փոփոխություն է, այսինքն իրենք կարծես թե սկսել են հասկանալ, որ մեղքը Հայաստանինը չէ, այլ նաեւ իրենցն է։ Այս կարևոր նաեւ
հետաքրքիր փոփոխություններ, այն որ այս հոդվածը մեզ ցույց տվեց, եւ երկրորդը այն, որ իրենք պատկերացնում են, որ Աբխազիայում հաջողությունը պիտի նաև եւ կարող է նաև կիրառվել այստեղ։ Սա կարծես թե լուրջ մոլորություն է ստից եւ այս լուրջ մոլորությունը նաև մոլորության մեջ մենք կարող ենք ինչ որտեղ շահել, որովհետև այն իրավիճակը, որ Աբխազիայում է, բոլորովին նման չէ այն իրավիճակին, որ Հայաստանում է։ Աբխազիայում անգամ դերակատարներ չկան, որ պրոռուսական են։ Այնտեղ ուղղակի բոլոր պրոռուսականների մեջ իրենք պիտի ընտրեին իրենց ավելի հարմար պրոռուսական դեմքին։ Այստեղ իրավիճակը շատ տարբեր է։ Եվ ես չգիտեմ, եթե իրենք ուղղորդում են եւ այդ նույն գործիքակազմն են պատրաստվում այստեղ կիրառել, ակնհայտորեն ձախողելու են։ Բայց ինչ կարող է լինել, հա, այսինքն մենք այստեղ նաև մեր եւ հասարակական կազմակերպությունների դերակատարումն է շատ կարեւոր եւ ես կարծում եմ իհարկե նաև պետության դերակատարումը պետք է լինի, հնարավորինս հիմա ընդհանրապես աշխարհում ընդունված տերմինն է pre-banking, այսինքն ոչ թե debunking, այսինքն երբ fake news-ը բացահայտում են, բացատրում են, որ սա fake news է եւ կեղծ է եւ այլն, այլ նախապես ասում են, որ այսպիսի fake խոսույթներ, պատմույթներ, նարատիվներ կարող են տարածվել։ Այսինքն այս դեպքում մենք շատ լավ գիտենք ինչ կարող են տարածել եւ դա պիտի անենք այդ pre-banking մեթոդով։ Օրինակ, հա, եւ այստեղ օրինակները նաեւ շատ են հատկապես Մոլդովայում տեղի ունեցածով, Վրաստանով, Ռումինիայով գործողությունները կարծում եմ այստեղ ուղղակի կրկնելու են, այսինքն այս դեպքում մեզ համար մի փոքր ավելի հեշտ կարող է լինել ուղղակի դիտարկել այդ փորձը եւ հասկանալ այստեղ ինչ կկիրառեն։ Այսինքն մենք վստահ գիտենք, որ հատկապես 3 խոսույթ, որոնք բացարձակ կեղծ են եւ անիրականանալի, բայց մարդկանց էմոցիաների վրա ազդելու են։ Դա Արցախ վերադարձի խոսույթն է, որը վստահաբար անելու են։ Երկրորդ խոսույթը իհարկե սպառնալ պատերազմով եւ այլն, այսինքն եթե դուք չեք գալիս այս կողմ պատերազմը, ինչպես Վրաստանին էին սպառնում։ Եվ մենք հասկանում ենք, որ այն, որ իրենք ասում են կարող է լինել ուկրաինացում, մեր դեպքում էլ են ասում ուկրաինացում, այդ ուկրաինացումը բնականաբար չի լինելու Ռուսաստանի կողմից ուղիղ, որովհետև ինչպես հաճախ դուք եք ասում, մեր բախտը բերել է գոնե կամ այս հարցում Աստված մեզ գոնե խնայել է, մենք չունենք սահման, բայց դա ես այնքան էլ չեմ կարծում, որ դա այդքան խնայել է, որովհետև մենք ունենք 2 այլ գործիքների, այսպես ասած, որոնք շատ հաճախ ուղղակի կարող են Ռուսաստանի ձեռքին գործիքայնացվել, ինչպես Ադրբեջանը, Թուրքիան, իհարկե հիմնականում Ադրբեջանը։ Այսինքն նայած ժամանակ, նայած կիրառման հնարավորություն եւ երկուսն էլ միշտ այդ առումով հանգիստ կարող են դառնալ այդ գործիքը։ Բայց այստեղ մի մտահոգիչ մի բան կա, որ կարծես մեր հասարակությունը շատ լավ չի պատկերացնում, որտեղ այսօր դիտում էի վերլուծաբաններից մեկի ուղղակի կարճ դիտարկումը ստատուսներից մեկի տակ, երբ ասում էին Կրեմլն է արդյոք ուղարկել թաղապետարան Սադրիչին։ Եվ այնքան ծաղրով, որ պատկերացնում են, որ դա հենց այդպես էլ տեղի է ունենում։ Դա հենց այդպես է տեղի ունենում եւ հենց այդպես, այսինքն, չգիտեմ, Կրեմլը ուղիղ վարձում է ինչ-որ մեկին, ուղարկում է ինչ-որ միտեղ, բայց որքան էլ օրինակ նույն այդ տեղի ունեցածը թաղապետարանում եւ ես շատ միանշանակ ուղղակի դատապարտել եմ թաղապետին որպես պաշտոնյա, հասկանալով, որ անգամ եթե սադրում են դու երբեք չպետք է տրվես այդ սադրանքին, որովհետեւ ակնհայտ էր, որ դրան նախորդած գործողությունները բոլոր իրենց ամենաանընդունելի դրսևորումներով հստակ սադրանք էին, բայց գործողությունը, որ արվեց թաղապետարանում, ուղղակի բացառված էր, չպետք է դա տեղի ունենար, բայց հասկանում ենք, որ սա հիբրիդային գործիքներից մեկն է։ Այսպիսի սադրանքներ անընդհատ են գուցե լինելու։ Ինչու են լինելու, եւ այստեղ հասկանանք նաեւ այդ ինչուն։ Եվ այստեղ իսկապես կարծես արդեն իրենք էլ շատ ուղիղ են խոսում, ընդ որում մենք նաեւ զուգահեռ անում ենք ռուսական մամուլի եւ ադրբեջանական մամուլի
մոնիտորինգ։ Երբ մենք զուգահեռում ենք այս երկուսի հիմնական ուղերձները, թե ինչն է տրվում, ընդ որում ադրբեջանականը հաճախ տարբեր է ռուսերենը, ադրբեջաներենը բուն եւ անգլերեն հոդվածները։ Եվ այն ինչը անգլերեն են իրենք տալիս, հիմնական ուղերձը ինչն է, որ Հայաստանը ժողովրդավար չէ։ Ինչու են սա անում, որովհետեւ իրենք հասկանում են, որ արևմուտքից, հավաքական արևմուտքից, դե հիմա հատկապես իհարկե Եվրոպական միությունից մենք որևէ թեկուզ քաղաքական աջակցություն մենք ստանում ենք, որովհետև իրենք դիտարկում են մեզ որպես այն մի փոքր դեռևս ժողովրդավարություն չասեմ ունեցող, բայց դրան ձգտող պետություն։ Եվ ինչը կարող է խաթարել Եվրամիության աջակցությունը, մեր ժողովրդավարության բացակայությունը։ Նույնը ռուսական կողմից է։ Հիմա ռուսական կողմից եւ ես կարծում եմ, այս Կիրիենկոյի ներգրավումը սրան հիբրիդային տեսանկյունից, հարձակման տեսանկյունից շատ նաեւ խորքային պլան կարող է մշակած լինել, հա, այսինքն այստեղ ուղակի գործողությունները, որոնք տենց գծային մենք կարող ենք կորելացիաները տեսնել, գուցե չլինեն։ Եվ այստեղ հիմնական իրենք պիտի հիմնական շերտեր, չէ, թիրախավորման շերտեր եւ թեմաներ թիրախավորման ընդգծեն։ Առաջին թեման, որը պիտի լինի, փորձեն այստեղ պրոռուսական կամ ռուսների կարևորության մասին ռոպագանդա անեն, իրանք շատ լավ հասկանում են, որ դա չի աշխատելու։ Որտեղ պիտի խփեն, որ խաթարեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ժողովրդավարության բացակայությունը։ Այսինքն իրավիճակներ ստեղծեն, որ ցույց տան, որ իսկապես չկա ժողովրդավարություն, այն որ ժողովրդավարության տեսանկյունից մենք ահռելի խնդիրներ ունենք, մենք բոլորս շատ լավ գիտենք, քաղաքասարակությունը դրա մասին ամենօրյա կտրվածքով խոսում է, բացատրում է, բազմաթիվ հետաքննություններ են այդ ուղղությամբ իրականացվում եւ այլը, բայց այսպիսի տեսարաններ ստեղծելով Եվրամիությունը եւս շատ ավելի, որտեվ զեկույցներ են ուղարկվում հաճախ, բայց օրինակ նույն Եվրամիությունը շատ լավ հասկանում է, որ ինստիտուցիոնալ ժողովրդավարություն կառուցելը հեշտ բան չէ, բայց այսպիսի տեսարանները վստահաբար ազդում են իրենց ընկալման վրա։ Այստեղ այդ խաթարման process-ն է տեղի ունենում, այսինքն ուղղակի հնարավորինս խփել միտեղ, որտեղ դու փորձում ես կառուցել քո անվտանգությունը կամ որի միջոցով փորձում ես ինչ-որ անվտանգային բարձիկներ ձևավորել, որովհետև հասկանում են, որ մյուս կողմից, այսինքն այդ զուտ ռոպագանդան, մուրճով, որ ռուսներս կգանք, ձեզ կփրկենք եւ այլ, դա այլևս չի աշխատում։ Մյուս կողմին պիտի խփեն։ Այսինքն այս առումով այո շարունակվելու են նման սադրանքները եւ այս առումով նաեւ ռազմավարական հաղորդակցումը պիտի ուժեղանա եւ չգիտեմ ամենատարրական բանն եմ ասում, հա, պաշտոնյաների զայրույթի կառավարման, հա, anger management պիտի անեն։ Հնարավորինս չտրվելու այդպիսի սադրանքներին, այսինքն եւ էլ չեմ ասում իրապես ժողովրդավարության ուղղությամբ քայլեր իրականացնեն, կանխեն հնարավորինս կոռուպցիոն խնդիրները եւ այլ, որովհետեւ այստեղ է, որ մենք իսկապես կարող է դառնանք շատ խոցելի։ Բայց ժողովրդավարության անբաժանելի մասն է օրենքի գերակայությունը։ Շատ այո։ Հիմա այդ օրենքի գերակայությունն էլ դա ինչ որ մինս բարի ցանկություն չի, կենաց չի, չգիտեմ, նախասիրություն չի, կապրիզ չի։ Դա ինչ-որ մի բան է, որը պետք է երաշխավորի միայն եւ միայն պետությունը։ Եվ հիմա մենք ինչ ունենք։ Հիմա մենք ինչ ունենք։ Իբր նորաստեղծ ներքին գործերի նախարարություն, իբր ռեֆորմացված չգիտեմ ինչերով, լավ, ասենք, դա էլ կա, հասկացանք, տանում են դեռ անունը պահպանած կինո Մոսկվայի աստիճաններին կանգնեցնում ու կալինկա մալինկա են երկացնում, համազգեստը հակած։ Ես չեմ հասկանում, որ անուղեղի մտահղացումն է եղել դա։ Հասկանում եք, ու ոնց ֆիլտրերը չեն աշխատել, որ պետք չէ այդ բանն անել, էլի։ Մենք հիմա այդ գերատեսչությունից պահանջելու ենք օրենքի գերակայության ապահով։ Այս մարդիկ ունեն ծանր հոգեբանական կախվածություն այլ երկրից,
թե բարդույթ է դա թե ինչ է, դա պաթոլոգիա է ուղղակի, որը դեռ հաղթահարված չի։ Այս ինչի մասին է խոսքը։ Հանեց։ Ցավոք համաձայն եմ, չեմ կարող չհամաձայնել եւ ցավոք սա այն իրողությունն է, որի մասին վերջին առնվազն 5-6 տարին խոսում ենք, այսինքն 2018-ից ի վեր սա էր նաև պատճառը, որ ասում ենք արմատական բարեփոխում պիտի լիներ, անցումային արդարադատություն պիտի լիներ, որովհետև նաև ինչու ենք նաև պնդում անցումային արդարադատություն, որովհետև շատ խնդիրներ եւ խորքային խնդիրներ զուտ իրավական եւ մաքուր իրավական ճանապարհով լուծել ուղղակի հնարավոր չէր, որովհետեւ ինչպես միշտ Սերժ Սարգսյանն էր ասում, թղթերով ամեն ինչ մաքուր էին։ Եվ մարդիկ կային, որոնց դուղակի դատական process-ներով եւ ինչպես հիմա նույն դերակատարներն են, հա, նույն մարտի 1 եւ այլ գործերը դատարաններում ուղղակի անվերջ շրջապտույտի մեջ են, որովհետեւ բուն իրավական եւ մաքուր իրավական process-ով գրեթե անհնար է այս խնդիրները լուծել, դրա համար աշխարհի տարբեր պետություններ այսպիսի ռեժիմների անցնելուց հետո իրականացրել են անցումային արդարադատություն։ Մենք դա տապալեցինք եւ հիմա հասել ենք մի իրավիճակի, երբ այո, երբ ակտիվիստին, չնայած որ գիտես, որ ակտիվիստը կոնկրետ շրջանակների հետ կապեր ունի եւ այլը, ուժ կիրառելը արդեն խնդիր է դառնում։ Մինչդեռ ուղղակի պիտի լինեին ֆիլտրեր, որ այո, այդ ակտիվիստը իր ֆինանսական թափանցիկության, իր մնացած բոլոր գործողությունների մասով ավելի պատասխանատու լիներ, քան այն ինչ հիմա կարող է տեղի ունենալ։ Այս առումով այո, այդ ֆիլտրերը չեն աշխատել եւ չեն աշխատում եւ ցավոք վստահ չեմ, որ առաջիկայում աշխատելու են։ Եվ այստեղ է խնդիրը։ Այն, որ օրենքի գերակայությունը պիտի լիներ, դեռևս Եվ այս իրավիճակը, տեսեք, 2018 թվականից ի վեր եւ այսօր էլ դեռևս ակտիվ գործիչներ, այսպես ասած ակտիվիստներ, ամենավերջին հայհոյանքներով, ավելի վատ այն, ինչ արվեց նույն թաղապետի նկատմամբ, շատ ավելի վատ, արվում էր, ես այն ժամանակ պատգամավոր էի մեր նկատմամբ, իմ նկատմամբ, իմ գործընկերների նկատմամբ եւ այլ։ Եվ դա ուղղակի սադրանք էր, որպեսզի մենք էլ գնանք ինչ-որ գործողություն անենք, ես չունեի եղբայր, ես չունեի հայր, ես չունեմ ամուսին, չէին կարող գնալ գլուխները ջարդել։ Կարող էին, բայց մենք հասկանում էինք, որ դա չպետք է թույլ տալ։ Ուղղակի չպետք է թույլ տալ, որովհետեւ իրենց ուզածն էլ հենց դա էր, ցույց տալ, որ մենք ժողովրդավար չենք։ Եվ այստեղ որն էր լուծումը եւ ինչի համար երկար պայքարեցինք, որպեսզի ատելության խոսքը քրականացվի, որովհետեւ այն ժամանակ այո չկար, իրավական գործիք չկար եւ դա դառնում էր ուղղակի վենդետա։ Այսինքն ուղղակի դառնում էր, որ դու պիտի ինքնադատաստանի պիտի դիմեիր, որովհետեւ իրավական ճանապարհով այդ հարցը չէր լուծվում։ Հայհոյանքի համար հա կարող այն որ մի տույժ եւ այլն տային եւ վերջ, բայց այդ մարդը շարունակելու էր անվերջ քեզ ուղղակի անգործունակ դարձնել, որովհետեւ իրենց նպատակը մեկ սադրանքի դիմել, որ դու էլ գնաս նույն գործողությունը իրականացնես եւ դա դառնա շատ վատ, որտեղ դու իշխանության կրող ես, դու պաշտոնյա ես եւ ցանկացած քո գործողություն հանգեցնում է շատ վատ հետևանքների, եւ երկրորդը ուղղակի դառնում ես անգործունակ, որովհետեւ դու հոգեվիճակիդ վրա է ազդում այդ ամեն ինչը, բայց սրան պիտի իսկապես նաեւ պատրաստ լինել։ Ինչ արվեց։ Ընդունվեց ատելության խոսքի բավական սահմանափակ գրական օրենսգրքում հոդված։ Սա չօգնեց, որովհետև նույն իրավապահ մարմինները պատրաստ չեն հասկանալու եւ կանխելու գործիքակազմ մեծ հաշվով չունեն։ Հիմա օրինակ նույն թաղապետարանում այդ ակցիա կոչված, քաղաքական ակցիա կոչվածի ժամանակ ոստիկանները պիտի այնտեղ լինեին եւ փորձեին դա կանխել, որտեղ ես շատ լավ հասկանալով, ընդ որում ատելության խոսքի խորքայնությունը եւ հետևանքները գնահատելու գործիքակազմ կա եւ այդ գործիքակազմում հստակ շեշտվում է արդյոք սա կարող է հետևանք ունենալ տվյալ հասարակության մեջ այսպիսի օրինակ բառապաշարը ինչ հետևանք դա կարող այսքան այդ գնահատումը որոշակիորեն տրված է իրավապահ համակարգին որովհետեւ եթե որևէ այլ հանրույթի մեջ հայհոյանքը կարող է ուղղակի ասեն եւ անցնի ինչպես շատ հասարակություններ կան
ամեն վարքյան կարող են հայոյան կիրառել։ Լեզվի առանձնահատկության հարց։ Մեր դեպքում դա հանգեցնում է շատ լուրջ հետևանքների, այսինքն սրան կանխող գործողություններ են պետք, եւ այո, մեր իրավապահ համակարգը դրան պատրաստ չի։ Այսինքն պրոֆեսիոնալիզմը չի բավարարում, թե մոտիվացիան չի բավարարում, թե հսկողությունը չի բավարարում։ Այստեղ բոլորը միասին, որտեղ եւ պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք, եւ կարող է եւ իսկապես նաեւ մոտիվացիայի խնդիր ունենք, որովհետեւ ես բոլորովին չեմ կարծում, թե մեր ամբողջ իրավապահ համակարգը ուղղակի մաքրված է, հա, այսինքն այդ շատ տարիներ առաջ ես նաև պնդում էի, որ դա deep state է մեծ հաշվով մեր պետության մեջ, հիմա այդքան չի, բայց որ կապեր որոշակի կան այլ երկրների նաև որոշ գործակալական ցանցերի հետ, ես դրանում ուղղակի կասկած անգամ չունեմ, ցավոք։ Տիկին Աբրահամյան, տեսեք, Ռուսաստանը մենք տեսնում ենք, որ արագացնում է դեպքերի ընթացքը։ Դա որովհետև ժամանակային հորիզոն ունի եւ ընդառաջ այդ ժամանակային հորիզոնին ռուսներն ուզում են, այսպես ասենք, իրենց կողմից այսպես մանրակրկիտ ձևավորվող իրավիճակը հասնի պիկին դրան ընդառաջ, հա? Մենք ինչ տեսանք, որ կիրառվեց Գյումրիում, դա այն է, որ իրենք իրենց ազդեցությունը ուղղակի սկզբից ապակենտրոնացնում են, այսինքն եթե մինչ այդ մի որսորդ էր, երկփողանի հրացանը ձեռքը, հիմա նրանք արձակում են, ասենք, մոտ 1000 հատ պատկերավոր եմ ասում, 1000 հատ թունավոր մոծակ։ Եվ եթե այդ որսորդին հրացանով դու դիմագրավելու համար քեզ զրահը բաճկ ուներ պետք, այ հիմա պետք է ուղղակի բարակ ցանց, որ նրանք դեպի քեզ չհասնեն ուղղակի։ Բայց շատ։ Եվ պատրաստված։ Այո։ Հիմա որից հետո նրանք այդ ապակենտրոնացված ազդեցությունը կենտրոնացնում են ինչ-որ մեկի շուրջ, որն էլ, այսպես ասենք, դարվինյան բնական ընտրություն է անցնում ինչ-որ պրոցեսի միջով եւ իր, այսպես, ալֆա որցի կարգավիճակն այդ խաժամուժի մեջ ինքնահաստատում է եւ դրա շուրջն էլ միանգամից մի կողմ դնել տալով բոլոր տարաձայնությունները ականջներից բռնած բերում դնում են իր տակ։ Սա է, որ մենք տեսանք եւ որպես մակետ սկսեց աշխատել։ Հիմա մենք հիմք չունենք համարելու, որ համապետական մասշտաբով չեն անի նրանք նույն բանը, հա? Դա աշխատող տարբերակ է, ինչու ոչ։ Երկրորդը, այդ Kinder Surprise-ը, որ զբաղվում էր ներքաղաքական հարցերով, հիմնականում ներքաղաքական հարցեր Ռուսաստանում դե ինչ ներքաղաքական հարց, օպոզիցիա չկա, ով եղել է կամ կաշառել են, կամ ուղարկել են էմիգրացիա, կամ ուղարկել են գերեզմանոց, ինչի հետ են աշխատում, այսպես ասենք, ազգային փոքրամասնությունների հետ, այսպես դիասպորալ կառույցների հետ, բիզնեսների հետ, կրիմինալ խմբավորումների հետ, եւ այդ ամենը, այո, դրել են իրենց, այնտեղ ամեն ինչ վերահսկում են, անվերահսկել այնտեղ էլեմենտ չկա, եւ դրանք ծառայեցնում են պետության շահերին այն ձևով, որ ձևով իրենք են դա որպես շահ պատկերացնում։ Մենք գիտենք, որ Ռուսաստանում հայկական ազգանուններով ինչ տարրեր են մերձավոր համարվում ներկայիս Պուտինյան այդ ռեժիմին եւ նաեւ փորձը կա, թե ինչպես են նրանք այդ ռեժիմի կողմից օգտագործվում այն էլ հաճույքով, հա, ինչպես Ալեն Դելոնի ֆիլմի մեջ էր, չէ՞։ Եվ հիմա բացի պրոպագանդայից այնտեղ կա նաև բիզնես, որը որոշակի դիրքեր ունի նաև Հայաստանի տնտեսության մեջ, նաև կրիմինալ խմբավորումներ, որոնք
այս փողոցային ակտիվության պայմաններում շատ որոշակի մասնակցություն են ունեցել եւ դա ֆիքսվել է մամուլի կողմից։ Բայց տեղեկատվությունը սա։ Բացի դրանից էլ մենք տեսնում ենք, որ այդ տարրերը, այդ կառույցները ներգրաված են Ռուսաստանի կողմից վարվող այս հանցավոր պատերազմի մեջ եւ այդ որոշակի միլիտարիզացիան, որը տեղի է ունեցել, այո, նաեւ պարբերաբար հնարավորության դեպքում շրջում են նաեւ մեր դեմ։ Մենք տեսանք տերորիստական գործունեության երկու խափանված փորձ, հա, մեր ԱԱԾ-ի կողմից խափանված փորձ, որտեղ ովքեր են ներգրավված։ Եվ ուրա երաշխիքը, որ պայմանականորեն երրորդ այդպիսի դեպքը չի լինի։ Ես սա չեմ ասում, իհարկե, որ մենք ինչ-որ նստենք ամեն րոպե չգիտեմ ինչ սպասենք, բայց մենք նաև մյուս կողմից էլ չենք կարող մեզ անհոգություն թույլ տալ, եւ սա թե հասարակության զգոնության խնդիրն է, թե սա պետության էֆեկտիվության խնդիրն է եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ այո, հիմա հաստատապես այն ժամանակը չի, երբ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունենք մենք։ Մենք Ռուսաստանի հետ տուրիստների հոսք ունենք, ինչ տուրիստներ են, ով գիտի, ինչ տուրիստներ են, ինչի համար են, ով ասես համած գեստը ուսադիրները վրայից հանում գալիս աստեղ դառնում է տուրիստ, հետո համացեք։ Բարդ պատկեր եք ներկայացնում իրականում, բայց սխալ բան չասեցի։ Այո, հիմնականում այն պատկերը, ինչ ունենք իրողության մեջ, վիզայի հետ կապված ես չգիտեմ իրականում, մենք այնտեղ ինչ պայմանագրերով ենք, այսինքն երկկողմ պայմանագրային հիմքերով են եւ արդյոք դրանց ժամկետների հարց կա, գուցե պետք է նայել, գուցե հնարավոր պատրվակ գտնել եւ այդ պայմանագրային հիմքերը դիտարկել կամ վերանայել։ Սա լուծելի խնդիր է, բայց այստեղ իհարկե որտեվ տեսեք, մեզ մոտ մուտք գործելիս այդ վիզայի process-ն էլ բավական նոմինալ է, այսինքն այնպես չի, որ շատ երկար ինչ-որ ստուգումներ են անցկացնում, ավելի մի քիչ ուղղակի խստացնելով ընդհանուր ստուգման ռեժիմը խնդիր չէ։ Բայց տեսեք, այստեղ մի ուրիշ հարց կա, երբ ամիս առաջ մենք տարբեր գործընկերների հետ նաև փորձում էինք հասկանալ Վրաստանի, Ռումինիայում գործողությունները, Մոլդովայում գործողությունները եւ մեր միջազգային գործընկերները մեզ ներկայացնում էին, որ այո, ամենակարևոր գործիքակազմերից մի քանիսը, որ պիտի պետությունը կիրառի, դրանք սահմանային մուտքերի խստացումն է եւ խստացումն է հատկապես քեշ գումարի ներմուծման։ Եվ երկրորդը բանկային համակարգով տարբեր փոխանցումների վերահսկողություն եւ այլ, այսինքն տեսեք, իրականում այդ վերահսկողությունը կա, ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ եւ հաճախ երբ ասում են դուք փողեր եք ստանում, դրամաշնորհներ եւ այլը, դրանք բավական դրջորեն են վերահսկվում։ Որևէ դրամաշնորհ իմ կազմակերպությունը չի կարող ստանալ, քանի պայմանագրային հիմքերը չի ստուգել բանկը, այսինքն մեզնից պահանջում են եւ պայմանագրային հիմքեր, մեզնից պահանջում են բավական լուրջ փաստաթղթային հիմքեր, որից հետո նոր թույլատրում են ընդհանրապես որևէ գումարի մուտք մեր բանկային հաշիվ, էլ չեմ ասում բանկային հաշիվները բացելը ինքնին արդեն բավական լուրջ process է եւ այլն։ Թվում է, թե այս տեսանկյունից վերահսկողություն որոշակի կա եւ ասում էին մեզ, որ հիմնականը քեշը ներմուծված, որը իրականացրել են նաեւ Ռումինիայում, այսինքն այնտեղ ընտրակաշառքի հիմնական եւ ընդհանրապես ընտրությունների վրա փողի ազդեցության տեսանկյունից բանկային համակարգը հնարավորինս ստուգվել է, մինչդեռ այնտեղ գործի է դրվել բնականաբար քեշի ազդեցությունը։ Մոլդովայում էլ իդեպ, Մոլդովայում էլ հիշում եմ այդ տեղեկատվությունը, հենց օդակայանում մի խումբ Ռուսաստանից վերադարձած մոլդովացիների մոտ հայտնաբերեցին եւ կոնֆիսկացրեցին $1 միլիոն ավել կանխիկ։ Բայց այստեղ մի մտահոգություն կա մեր դեպքում, այն ինչ դուք նշեցիք, որ մենք անգամ քեշ բերելու խնդիր չունենք, այսինքն երկիր բերելու խնդիր չունենք, մենք ունենք այստեղ ահռելի կորպորացիաներ
բիզնեսմեններ, որոնք իրենք արդեն իսկ գումար ունեն, եւ ամենամեծ խնդրեմը, որ այստեղ, այսինքն նույն ռուսական կողմը իշխանության տեսանկյունից նույն Կիրիենկոն չի ասելու եկեք փող տանք դուք այդտեղ հարցերը, ասելա դուք ծախսեք, եւ այդ գումարն էլ այստեղից է դուրս գալու, այսինքն վերահսկողության տեսանկյունից էլ ավելի դժվարանում է իրավիճակը, երբ շատ ճիշտ նկարագրեցիք իրավիճակը, երբ ասում եք այն ժամանակ մեկ դերակատար էր, այսպես ասած, մեկ հրացանակիր էր, որից պաշտպանվելու համար այդպես բրանեժիլետը բավարար էր։ Հիմա այդպես չի, եւ դրա համար է դա է նաեւ պատճառը, որ օրինակ վերջին 5-6 տարիների ընթացքում մեր կազմակերպությունը, նաև շատ այլ կազմակերպություններ մեդիագրագիտության ուղղությամբ են աշխատում։ Մենք օրինակ սահմանամերձ մարզերում, համայնքներում, որտեղ գիտենք, որ նաև թիրախներն են այս համայնքները, որտեղ մարդիկ երբ անվտանգային խնդիր ունեն, շատ այդ տեսանկյունից շատ խոցելի են։ Եվ ոչ միայն խոցելի են բնականաբար ռուսական կողմից, այլ առավելապես նաև խոցելի են ադրբեջանական կողմից։ Ուղիղ սպառնալիքի տակ են հիբրիդային հարձակումների, այն հաճախ այն գործողությունները, որ այնտեղ տեղի են ունենում, հատկապես դեռահասային եւ մեծահասակների, այսինքն այս երկու են ամենավտանգավոր, մեծահասակ նաև նկատի ունեմ ոչ շատ մեծահասակ էլի, մեդիագրագիտության տեսանկյունից մենք 40-ից բարձրը արդեն համարում ենք ուրիշ խումբ։ Այս տեսանկյունից այնպիսի գործողություններ կարող են անել, որ որևէ կերպ անգամ եթե հստակ չգիտեն գործիքները, հստակ չգիտեն ինչպես հասկանալ, արդյոք իրենց խաբում են մյուս կողմից եւ այլը, չեն կարող իսկապես դրան դիմագրավել։ Եվ սա է նաեւ պատճառը, որ այսպիսի տարբեր ապակենտրոն ծրագրերով պիտի այս խնդիրը լուծվի։ Բայց արդյոք սա բավարար է, իհարկե ոչ, սա պետության նաեւ խնդիրը պետք է դառնա, այսինքն հասարակական կազմակերպությունները հատուկ են փոքր ծրագրերով, հատկապես հիմա շատ ավելի փոքր ծրագրերով, որովհետև չկան USAID-ը չկա եւ այլը, եւ այդքան քննադատված USAID-ը իրականում բավական լուրջ ծրագրեր էին իրականացնում հենց հատկապես մեդիա տերորի, հատկապես հիբրիդային հարձակումների եւ հատկապես դեզինֆորմացիայի դեմ հակազդման գործիքակազմը մեծացնելու տեսանկյունից, որովհետև այդ ցանց կոչվածը դա հենց այդ դիմակայունությունն է, որը պիտի հանրության մեջ ստեղծել։ Այլ գործիք չկա, ցավոք, որովհետև այնպիսի շատ ոչ հստակ, որտեղ ասում եմ, այդ գործիքները ուղղագիծ չեն լինելու միմյանց հետ կապված, հա, որ դու ասես, այսա սենց տեղ ունեցավ, ուրեմն հաջորդը սա է լինելու, դրանք բավական այդպես թաքնված, բավական այդպես ստոր ջրյա տարբեր պրոցեսներով են տեղի ունենալու եւ դա է նաեւ պատճառը, որ շատ ավելի զգոմ պետք է լինենք առաջիկայում։ Շատ ավելի բարդ ժամանակներ են իրականում սպասում, որովհետև ասում եմ, անկախ մեդիաները կորցրել են ֆինանսական ռեսուրսները, ահռելի դաշտ է բացվել ռուսական ֆինանսական հոսքերը եւ հոսքերով նաեւ գայթակղելու, որովհետև կան կազմակերպություններ, նաեւ մեդիաներ, որոնց համար եթե որևէ այլ ռեսուրս երբեք ընդունելի չի եղել, հիմա կարող է իսկապես ընդունելի դառնա։ Ես չեմ իհարկե խոսում այն հիմնական անկախ մեդիաների մասին, բայց իրենց ռեսուրսն էլ ավելի շատացել է, այսինքն հակազդող ռեսուրսը քչացել է, իրենցը բնականաբար էլ ավելի մեծանալու է։ Այս տեսանկյունից իսկապես վտանգավոր շրջան է մեզ սպասվում եւ ամենամեծ խնդիրներից մեկը հատկապես քաղաքասարակության համար այն է, որ տեսեք վերջինս իրողությունների ժամանակ ամենաշատը երևի թիրախավորվել էր քաղաքասարակությունը, որ ուր են իրավապաշտպանները, ինչու չեն խոսում կամ եթե խոսում են, ինչու են երկակի խոսում եւ այլը։ Այստեղ իսկապես, որովհետեւ իշխանությունը չի արել բավարար, չի ներդրել բավարար գործիքակազմ, որ իրավական ճանապարհով դու իսկապես պաշտպանես ժողովրդավարությունը, որտեղ ժողովրդավարությունը ամբողջավարություն չի, այն կարող է պաշտպանված լինել։ Ինչ 2 օր առաջ ընդամենը Գերմանիայում բավական լուրջ քննարկվեց, որ այլընտրանք, այո, AfD-ն
պետք է ուղղակի չկարողանա, որ եւ հիմա փորձում են իրավական ճանապարհներ գտնել այդ կուսակցությանը ինչ որտեղ գուցե բացառելու, արգելելու կամ Ֆրանսիայում ինչ տեղի ունեցավ։ Մեր հեռուստադիտողների համար ուղղակի ասեմ ինչ է տեղի ունեցել, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները իսկ այնտեղ կա հատուկ ծառայություն սահմանադրական կարգի պահպանման ծառայություն։ Այո։ Եվ նրանք այո զեկույց են ներկայացրել պետության եւ ղեկավարության եւ դատական համակարգին, որ AfD-ն համարվում է աճծայրահեղական կազմակերպություն եւ արդեն ընկնում է այն արդեն գոյություն ունեցող այդ ռեստրիկտիվ, հա, սահմանափակող օրենսդրության տակ Եվ սա արդեն նացիզմին մոտեցող, այսինքն, որովհետև դա իրենց մոտեցում նացիզմ էլ չեն ասում, էքստրեմիզմ։ Հիմա Հայաստանում այսպիսի ռեստրիկտիվ օրենսդրություն, որ մասին գոնե ես 3 տարուց ավելի ասում եմ, հրապարակային չկա ուղղակի։ Ով է զբաղվելու դրանով։ Ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը որը քարոզում է բաներ, որը դեմ է մեր անկախությանը, դեմ է մեր սուվերենությանը։ Դե արդեն մի քանի տարի է ընդհանրապես ասում ենք պետք է նաև քրեականացնել այն հայտարարությունները, որոնք Քոչարյանը ոնց է մինչև հիմա քաղաքական process-ի սուբյեկտ, կարող եք ինձ բացատրել։ Սա որ ժողովրդավարական երկրում կհանդուրժվեր, հա։ Չեմ պատկերացնում իրականում, որ ժողովրդավարական երկրում դա կհանդուրժվեր, բայց ցավոք մեր երկրում հանդուրժվել է եւ կարող են իհարկե ասել, որովհետեւ դե գիտեք, մենք իրավական ճանապարհով փորձել ենք, արել ենք, ինչ որ բաներ, գործեր հարուցեցինք եւ այստեղ է նաեւ խնդրեմը։ Գործը հարուցվել էր այն ժամանակ եւ այնպիսի հոդվածով, որը ակնհայտ էր, որ դեպի պարտություն է տանելու սահմանադրական դատարանը, այսպես ասած, վերափոխվեց կամ բարեփոխվեց գոնե այն ժամանակ բարեբախտաբար վերափոխվեց հետո, բայց մինչև Քոչարյանի գործի քննությունը դեռևս այնքան բարեփոխված չէր, որովհետև այն գործիչները, որոնք ընտրվեցին արդեն այդ բարեփոխման արդյունքում, խնդրահարույց եւ բավական նաև իրենց անցյալով կաշկանդված գործիչներ էին եւ դրա համար էլ մենք ունեցանք ի վերջո Քոչարյանին այդ հոդվածից ազատող վճիռ եւ այստեղ էլ նաև էլի իշխանության սխալներն են, այսինքն սրանք բոլորը արդեն իսկ արված սխալների հետևանք են, որոնք հեղափոխությունից հետո արվել են եւ այս հետևանքների հետևանքն ենք մենք հիմա տեսնում, հա, չասեմ հետևանքի արդյունքը, որտեղ արդյունքը այնուամենայնիվ լավ բանի մասին են ասում, մենք ուղղակի հետևանքն ենք եւ բավական ծայրահեղ բաց հետևանքներն ենք տեսնում, սա ցավալիորեն պիտի ասեմ։ Եվ այնինչ աշխարհում է կատարվում, ել ավելի բարդացնում է իրավիճակը, որովհետեւ եթե J.D. Vance-ը կարող է օրինակ Ռումինիային քննադատել, որ փորձել են պաշտպանել իրենց էլեկտորալ համակարգը եւ թույլ չտալ այդպիսի ներգործությամբ մեկը, որը հաղթել է դառնա երկրի նախագահ, շատ մտահոգված եմ, որ մենք երև եթե սկսենք ինչ որ գործողություններ անել, ել ավելի բնականաբար քննադատության տակ կընկնենք, բայց սա թերևս պետք է իսկապես հասկանալ որն է ճիշտ ճանապարհը։ Եվ այստեղ ընդ որում այստեղ շատ հստակ կարող են լինել քայլերը։ Ես նախորդ մեր հաղորդման ժամանակ եւս ասացի, որ պետք է ընդհանրապես նաև բաց հայտարարագրման արդյունքներով հասկանալ Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը հայտարարագրել են իրենց բաց հայտարարագրման մեջ առնվազն ավելի քան 70 անշարժ գույք։ Փորձենք հասկանալ, փորձեք քննել այդ անշարժ գույքերի ձեռքբերման, որոնք բավական լուրջ պետական հիմնարկներ են որում։ Արդյոք չկան կոռուպցիոն հիմքեր, արդյոք չկան կոռուպցիոն գործարքներ եւ կասկածելի հիմքեր այդտեղ։ Փորձեք գոնե դա ուսումնասիրել։ Էլ չեմ ասում գաղափարական հիմքերը, էլ չեմ ասում հայտարարությունները, որոնք ուղղակի հակասում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Հա, երբ որ ուղղակի նույն Ռոբերտ Քոչարյանը կամ Վարդան Ղուկասյանը երբ վեր են կանում ասում են այո Հայաստանը պիտի դառնա միասնական պետության
անդամ կամ չէ, միութենական ներողություն պետության անդամ, այդտեղ հանցակազմ չկա։ Փաստորեն Սահմանադրական կարգի տապալման մասին է այդտեղ ուղղակիորեն։ Եվ սա պետք է դիտարկել առանձին իրավաբանական մեկնաբանություն, իսկ դատախազությունն էլ այո դրա հետ կապված պետք է այդ ամենը տեսնի որպես հասարակության շահերի դեմ ուղղված գործունեություն։ Ուրա տեսնում է։ Տեսողության հետ խնդիր ունեն, հա, փաստորեն։ Իրավաբանների հետ այդ առումով բարդ է, որովհետև ամեն ինչ փորձում է, այսինքն այստեղ իսկապես բարդ է, որովհետև եթե իրավաբանական ու ճանապարհով էլ ճիշտ չգնան, հետո այդ գործերը հայտնվելու են մի էդում, հետո նորից ի վերջո պարտվելու են դու վերադառնան եւ այլ եւ այլ, այսինքն այս առումով այո պիտի իրավական շատ լուրջ հիմքեր ստեղծել։ Դա նշանակում է ուրեմն պետք է նաև օրենսդրությունը խստացնել, քրեական օրենսգիրքը վերանայել, այսինքն սրա համար իսկապես պետք են լուրջ եւ շատ արագ փոփոխություններ եւ սա ժողովրդավարությունը պաշտպանելու քայլերն են, ինչը անում են բոլոր եվրոպական երկրները, այսօր անում են բոլոր եվրոպական երկրները, սկսած Ֆրանսիայից, վերջացրած Գերմանիայով։ Տիկին Աբրամյան, տեսեք մենք հիմա մի իրավիճակ ունենք, երբ այստեղ 20 տարի եղել է կրիմինալ դիկտատուրա, որը ունեցել է քաղաքական ֆասադ հանդիսացող քաղաքական կազմակերպություններ, որոնք մինչև հիմա շարունակում են մնալ քաղաքական էլեկտորալ պրոցեսի լեգիտիմ մաս եւ հանդիսանում են ԵԺԿ-ի անդամ, թրև են գալիս Եվրոպաներով, ի վնաս Հայաստանի Հանրապետության փորձում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա ազդել ու առանց կարմրելու գետինը մտնելու գնում Լենինի դամբարանի մոտ նկարվում են, քիչ ամնում Լենինի ծոցը մտնեն եւ այլն, ու իրանց խելոք շուրջ բաներ են ասում, թե ինչից հետո է, հասկանում եք։ Մինչդեռ, ասենք նույն Մոլդովայում, այդ տիպի տիպաժները, այսպես ասենք, եվրոպական պատժամիջոցների տակ են, որպես հենց ձևակերպումն է այդպեսին, կոռուպցիային նպաստող եւ ժողովրդավարությունը խաթարող գործունեության համար իրենք կարող են հետեւապես երթևեկել միայն Մագադան, չգիտեմ, Չելյաբինսկ, բայց ոչ թե Վալենսիա, հա։ Կամ էլ գնան թոռ ունենալու, չգիտեմ որտեղ։ Սրանով պետք է զբաղվի, եթե ոչ իշխանությունը։ Էլի պետությունը, այսինքն ինչպես է Ուկրաինայի, ներողություն Մոլդովայի այդ ցանկը եւ այլն, դա պետությունն է ներկայացնում տարբեր եվրոպական երկրներ, բանակցում, որպեսզի այդ ցանկը հաստատվի եւ թույլ չտան երթևեկել կամ եւ այլն։ Սրանք բոլորը պետության գործողությունները պետք է լինեն եւ պետք է լինեին վաղուց, հիմա շատ ավելի բարդ է։ Տեսեք, եթե դա չէր արվել հեղափոխությունին հաջորդած տարիներին, առնվազն 3-4 տարի, հիմա հատկապես նախընտրական շրջանում սա տարբեր կառույցների կողմից որակվելու է որպես ընտրությունների խոչընդոտ, ազատ կամ արտահայտման խոչընդոտ եւ այլ եւ այլ։ Եթե դու չունես բավարար ապացույցներ, այստեղ ենք գալիս նորից իրավապահ համակարգի կարողությանը, մոտիվացիային եւ այլը, որ այդ բավարար ապացույցներ գտնելու համար ունեն բավարար կարողություն կամ ունենք բավարար ջանք ներդրված, վստահ չեմ։ Եվ այստեղ իսկապես բավական բարդ է, որովհետև տեսեք նույն Վանաձորի իրավիճակը, երբ ուղղակի հեղափոխությունից հետո անընդհատ ասվում էր, որ այս մարդիկ ախր չպետք է լինեն ազատության մեջ, եւ Մամիկոն Ասլանյանի դեմ գործը հարուցվեց միայն ընտրություններից հետո կամ դրանից մի քիչ առաջ, բայց ըստ էության խափանման միջոց կիրառվեց ընտրություններից հետո, այստեղ միանգամից կասկած է առաջանում նույն եվրոպական կառույցների կողմից, իսկ կարող է իսկապես քաղաքական մոտիվացիա կար։
Այստեղ մեկ այլ ուրիշ շերտել կա։ Շատ հաճախ օրինակ մարդիկ, որոնց մասին չենք լսում, որոնք տենց սուս են, մեկ էլ սկսում են խիստ քննադատական հայտարարություններ անել, իշխանություն, դավաճան, բան եւ այլն, այս ամբողջ համատեքստում վստահաբար իմացեք, որ ուրեմն գործը հարուցվել եւ հեսա գործ, որովհետեւ հենց գործը արդեն ի հայտ եղավ, իսկ իրենք գործի հարուցման են ամենանախնական սկզբում փուլում իրենք տեղյակ են, բայց գործի հարուցման process-ը դեռևս հայտարարված չէ, իրենք գիտեն, չէ՞ շատ լավ, որ իրենց նկատմամբ գործ է հարուցվել, որտեղ առաջին իրենք են դրա մասին ծանոթվում։ Սկսում են ավելի այդպես քաղաքական ակտիվություն ցուցաբերել, որ երբ որ հայտնի լինի գործի հարուցման եւ այդ ամբողջ process-ի մասին, ասեն, տեսեք, ես հենց ակտիվացա գործը հարուցեցի եւ այլն։ Դասականի ասածն է, որ նահանգապետը զարկ է տալիս հայրենասիրությանը, ուրեմն թափվել է գողության մեջ, այո։ Ինչպես ասում են, սիրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ցավոք մեր դեպքում վերջին 5-6 տարիների ընթացքում դա այնքան ակնհայտ ուղղակի sense լակմուսի թղթի նման ուղղակի դուրս եկավ ջրի երես։ Այո, այստեղ էլի գալիս ենք նորից ժամանակին չարված աշխատանքի հետևանքների հետ գործ ունենք։ Արդյոք հիմա այդ աշխատանքը պիտի արվի, անշուշտ դեռևս պետք է արվի, բայց ցավալիորեն նորից ասում եմ, վտանգ կա, որ դա արդեն այլևս այլ կերպ կմեկնաբանվի։ Մեկ այլ վտանգ էլ կա։ Երբ դու բավական լուրջ խստացնում ես օրենսդրությունը, հասկանալով, որ դու պաշտպանում ես ինչ-որ մեխանիզմներ ես ստեղծում ժողովրդավարության պաշտպանության, մենք երբեք վստահ չենք եւ իշխանությունը, ցանկացած իշխանություն երբեք անմեղության բան չի, հա, հրեշտակային կանխավարկածով չպետք է վերաբերել։ Միշտ վատը դառնալու այդպես հակվածություն ունի։ Հատկապես երբ չկան հաշվետվողականության, բալանսի այդպես բերելու եւ այլն մեխանիզմներ, զսպման եւ հակակշռման մեխանիզմները առանձնապես չեն գործում, այդ իշխանությունը շատ վտանգավոր կարող է ինչ-որ մի օր դառնալ։ Եվ այս տեսանկյունից այդ օրենսդրությունները կարող է շատ ավելի վատ գործիք դառնան հետո իրապես նորմալ քաղաքական կուսակցությունների դեմ։ Այսինքն հիմա մենք հասկանում ենք, որ այս ոչ ժողովրդավար, կրիմինալ, քաղաքական դերակատարներն են որպես, այսպես ասած, ընդդիմություն հիմնական եւ իրենք իսկապես վտանգ են մեր պետության համար, բայց կարող է հանկարծ այդ նույն գործիքները մի օր իշխանությունը կիրառի նորմալ քաղաքական գործիչների նկատմամբ, այս վտանգը միշտ պիտի աչքի առաջ ունենանք։ Եվ այստեղ ես անշուշտ ունեմ մտահոգություններ, որովհետև երբեք չենք կարող իմանալ ինչ որ մի օր ինչ փուլում ենք հայտնվել։ Բայց շատ հստակ չափանիշներ կան դրա համար, չէ՞։ Քանի որ Հայաստանը, տեսեք, ինչու է օրինակ Գերմանիան գնում շատ խիստ վերահսկողական գործողությունների գործիքներ կիրառելուն կամ նույն Ֆրանսիան, Լատվիա, Լիտվա հիմնականում բավական խիստ ընդ որում հատկապես նաև մեդիայի նկատմամբ, բայց այն գործիքները, որոնք ժամանակին մեզ ասում էին Գեորգիևսկայա լենտաշկան տեղը տուգանքը Բայց տեսեք, այդ դուք մանր բաներն եք ասում, բայց բաները, օրինակ ասենք, նույն մեդիայի վերահսկողությունը, նույն գործիքակազմը, եթե այնինչ կիրառվում է Գերմանիայում կամ Լիտվայում, եթե մենք բերենք այստեղ, շատ վտանգավոր մահակ կարող է դառնալ, որտեղ մենք չունենք արդար ազնիվ դատարաններ դեռևս, մենք չունենք այդ ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն բավարար, որ այդ նույն օրենքը տարբեր ձևերով չի մեկնաբանվելու եւ չի կիրառվելու։ Եվ այստեղ այդ վտանգը կա անշուշտ, դրա համար այս առումով այո, կարևոր են խստացնել եւ այլ, բայց վտանգներ կան եւ կարող են այդ վտանգները հետո շատ ավելի վատ հետևանքներ ունենալ, այնպես որ չանելու վտանգներն էլ ավելի չանելու վտանգներն են շատ, այո, եւ ավելի կարճաժամկետ։
Ցավոք, այո, բայց ես կարծում եմ արդեն ուշացել ենք շատ բաներ անելու տեսանկյունից եւ այստեղ ավելի damage control-ի, հա, տարբերակով երևի պետք է գնանք, քան կացնային ինչ որ գործողություններ անելու տարբերակով։ Դե ինչ, շնորհակալ եմ, Տիկին Աբրահամյան, ձեր այս չափազանց կարևոր եւ հանգամանալից այս ձեր դիտարկումները, եզրակացությունները եւ առաջարկությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Բարի մնացեք։ Մերսի։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր Գայանե Աբրահամյանի հետ, ով ղեկավարում է հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպությունը եւ նախորդ գումարման ազգային ժողովի падգամավոր, լսեցինք իր դիտարկումները կապված մեր ներկա եւ առաջիկա ներքին սպառնալիքների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։